Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ ունկնդիրն եք մեր բոլոր հաղորդումների։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից, չէ՞ որ մեր խոհանոցը աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևավույր խոհանոցն է։ Բարեկամներ, այսօրվա ուտեստը, որ պիտի պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է այգի ռեստորանային համալիրի ավագ խոհարար Համլետ Հարությունյանը, հայ խոհարարական համայնքների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ իմ լավ բարեկամ։ Ողջույն Համլետ։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ արձագանքեցիր, շատ ուրախ եմ, որ համաձայնությունը տվեցիր, որ միասին պատրաստենք։ Մենք ուրախ ենք։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ բարձր։ Ինչ ենք պատրաստել։ Ուրեմն խուրջին ենք պատրաստելու գառի մսով։ Ինքը նախորոք կտրատենք գառի միսը։ Ինչ ենք օգտագործելու գառան միս։ Գառի միս, ուրեմն լոլիկ, այո, սոխ, պղպեղ եւ ինքը պետք է լինի մի քիչ կծվոտ։ Ինքը կծու որտեղ ուտեստա, ինքը փորձենք բանով բիբարով, պղպեղով, այո։ Բա այդ ճիշտ է որ ասում են, եթե կծու է, ապա վրացական է։ Ոչ, ով ասում։ Ասում են կծու վրացական է։ Քաղցրը հնդկական, չգիտեմ ինչ։ Չէ, ոչ, այդպես բան չկա։ Շատ Հայերն շատ են սիրում կծու, ասենք ուտեստները լինեն։ Բոլոր ազգային խոհանոցները պիտի հարգել, բայց իզուր չվերագրել այս կամ այն խոհանոցին, այս կամ այն համը։ Գոյություն ունի աշխարհում 6 համ, այդ թվում նաև կծուն եւ դա համընդհանուր է բոլորի համար։ Այո, այո։ Ուրեմն վերցնենք գառի միսը, կտրատենք կուբիկավոր։ Ուզում եք, այո, կրակը պատրաստեմ։ Ահա։ Դա կարելի է դուք ինձ օգնեք, հա, մի փոքր։ Եթե կվստահես մեծ ուրախությամբ։ Լավ, այս լոլիկը պետք է կեղևը առանձնացնենք։ Իսկ միսը ինչ միսը պետք է ինքը կուբիկավոր լինի։ Այսա խորանարդների։ Այո, կուբիկավոր լինի ինքը։ Այսքան ոչ, չէ, խոշոր։ Այո, չէ, մանդր, ինքը մանդր լինի, որովհետև այսպեսի ինքը լինի։ Այսպեսի։ Շատ լավ, շատ։ Տեսա մի անգամ ասելուց հասկացա։ Ես սոխը կտրատեմ։ Մենք ընտրել ենք գառան ազդրամիսը, չէ՞։ Այո։ Բոլոր մթերքը պետք է լինի ինքը կուբիկավոր։ Որ գեղեցիկ, այո, որ ինքը գեղեցիկ լինի։ Բոլոր մթերքները նույն չափսի պիտի լինեն։ Այո։ Բայց սոխը մի քիչ ավելի մանր է, ես միսը այդքան մանր։ Ավելացնենք։ Բնության գրկում պատրաստել։ Չէ, կարող ենք մեր հերոսատողներին խորհուրդ տալ այսպես բնության գրկում հենց այսպեսի լավ տրամադրությամբ էլ պատրաստեն այսպիսի ուտեստներ։ Այո։ Եթե կրակը թույլ է, կարող եմ ավելացնել։ Հա, մի փոքր, ահա։ Այսպես։ Այդպես, կարելի է կարակնել ավելացնենք նախորդ, որ ինքը ասենք։ Կարակով ամեն ինչ համեղ է ստացվում։ Այո։ Առանց։ Լավ կարակ պիտի ընտրվի։ Այո։ Ուղղակի ու վերջ։ Ծածկենք ջրով եւ կարակով շփի խաշենք։ Սոխի տապակելուց հետո արդեն նոր պիտի ավելացնենք լոլիկը, հա։ Այո, բանը պղպեղը ավելացնենք։ Ավելացնենք։ Դե բեր կտրատենք տակդեղը։ Էլի պիտի կտրատենք սոխը։ Մի փոքր ավելացնենք։ Լավ, իսկ տակդեղը ինչ։ Տակդեղը նույն ձև էլի նույն չափսի։ Ես հասկացա, որ այս ուտեստը շատ մեծ պահանջարկ ունի։ Այո։ Հիմնականը ասենք ավելացնելու ենք էլի բղբղ չէ, կեչուկ ենք ավելացնելու։ Այսինքն տոմատի մի քիչ կծու տեսակ։ Այո, տոմատ մածուկի։ Եվ այս ընթացքում ավելացնենք աղը, որ աղով ինքը եփի, որ ինքը ավելի համեղ լինի։ Այո, համեղ լինի, որովհետև անում ծաղի, որ վերջում ես գցում, նախորդ պետք է գցես, որ այսպես փոքր ավելացնենք Տակդեղ գույները պիտի պահենք, նաև համեղ լինի, չէ՞։ Ավելացնենք տակդեղը, արդեն մի փոքր եղավ։ Ավելացնենք տակդեղը։
շատ չլինի։ Բավական է արդեն։ Չծածկի մասին, չէ։ Այո, միսը պետք է երևա։ Եվ կտրատենք լոլիկը արդեն։ Այո։ Լոլիկը անպայման կեղևը մաքրած վիճակում լինի, որտեվ կեղևը որ մեջն է լինում մի քիչ դգեղ է լինում։ Եվ դգեղ է լինում եւ ընդհանրապես գիտենք որ կեղևը չի մարսվում։ Այո, ոչ թե ասենք այս ուտեստի մեջ ընդհանրապես խաշլամա, տեկուզ ընդհանրապես մեր հայկական տելիքների մեջ հարկավոր է որ մենք մաքրենք բոլորը։ Ժամանակն է արդեն։ Կարող ենք այսպես։ Այո, ահա։ Շոքե խաշենք լոլիկը։ Պուճուր շոքե խաշենք։ Ու կապարիչը պուճուր դնենք, որ այո, պուճուր որ լոլիկը ասենք թուլանա, մի քիչ փափկի։ Բաղադանոսը կտրատենք, որ վերջում ավելացնելու ենք անպայման։ Շատ լավ։ Մաղադանոս պիտի։ Այո։ Տեսնենք։ Նախորդ կարելի է ասենք ինքը ջուր չավելացնել, եթե որ շատ ասենք լոլիկից շատ հյութ դուրս գա, չէ, որ ասենք ինքը շատ է, ասենք 10 կիլոգրամ, ասենք ինքը լմա, իրանից ինքը ջուր է արտադրում։ Այո։ Եվ մեծը կասայի մեջ որ լստում ես, իրանից ջուր է արտադրում։ Այո, դուրս է գալի արդեն այդտեղի ավելի ասենք, պրոստը որ քիչ էր միսը, մի քիչ ջուր ավելացինք, որ չվարվի։ Բարեկամներ պիտի նախորդ շնորհակալություն հայտնենք Համլետին, որ ամեն ինչը մանրամասն բացատրում է։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ շատ լավ որակ է խոհարարի համար։ Ավելացնենք տոմատը։ Նորից մի քիչ կծու։ Այո, մի փոքր կծու լինի, այո։ Ավելացնենք սև պղպեղ, այդ անպայման, որովհետև սև պղպեղը շատ համով ամենուն կա։ Փոքր կարմիր։ Ավելացնենք թթվասերը։ Իսկ կապ ունի տնական թե գործարանային։ Գերադասելի է։ Այո, տնական ամեղա, որոնք համը տեսնենք, դա պարտադիր է խոհարարի համար։ Այստեղ է երևում փորձառու խոհարարի գործունեությունը։ Ասենք, այո, ասենք կծուն տեղը լինի, աղը տեղը լինի, հաճախորդը ասենք չավելացնել, ասենք աղ Այո։ Ունենք։ Այո, ոչ մի բանի կարիք չունենք։ Ունենք այն ինչ մտադրվել ենք։ Ավելացնենք աղադանոսը, այո, կանաչին եւ անջատենք։ Եվ անջատենք, խառնենք։ Այո։ Դեռ այս ամբողջը պիտի փակ տարածք լավաշի մեջ։ Մենք լավաշը, ցելիկում լավաշը վերցնենք։ Ամբողջական։ Այո, ամբողջական։ Ինքը ցելիկում լավաշ, հա։ Եվ փորձենք մի փոքրել, որտեղ եւ անպայման այսպեսի, որովհետև ասենք ինքը այո, եթե որ չգնաց տակից, այո, այսպեսի, որ պաշտպանի։ $250 գրամից 300 գրամ։ Դա ասենք որ որտեղից է երևում, որ Ռուսաստանում է աշխատել։ Գրամներով այսպես բաղադրատոմսը պիտի անպայման լինի։ Եվ այսպեսի որ եզրերից ինքը հավասար լինի, այսպես։
Ողջ է եղավ Այո, խուրջին։ ինքը ողջ է եղավ։ Ինչ ենք Եվ անելու հիմա? ջեռուցում։ Մի 3 րոպե ջեռուցում ինքը գնա, որ ասենք լավաշը պրոստը կարմրի, ինքը ամբողջությամբ Ուղղակի թեթևակի պատրաստած է, լավաշը։ այո, թեթևակի Բարեկամներ, այս հիանալի հետաքրիր ուտեստին կարծում եմ 3 րոպե մի մեծ ժամանակ չի որ սպասենք, ուղարկենք ջեռոց 3 րոպեից, հետո ուտեստը կներկայանա իր ամբողջ շուկով։ Գնացինք։ Ահա բարեկամներ, ընդամենը 3 րոպե եւ այս հրաշք ուտեստը ներկայացավ մեզ իր ամբողջ շուկով։ Խուրջին ինչպես անվանեց Համլետը։ Համլետ ջան, խնդրեմ, եթե դու որևէ առաջարկ, որևէ հղում ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես օգտվել այս առիթից։ Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում եմ բոլորդ օգտվեք հայկական խոհանոցից, շատ համեղ է։ Եվ մերն է։ Եվ մերն է, այո, իհարկե մերն է, պետք է մերից օգտվել, մեր հայկական խոհանոցից օգտվել, ցանկանում եմ առողջություն, երջանկություն բոլորին։ Հարգելի հեռուստադիտողներ, ես շարունակեմ շատ տեղին հղումներ եւ շատ տեղին ցանկություններ։ Բարեկամներ, մեր օրգանիզմը ադապտացված է, մեր օրգանիզմը սովոր է միայն այն մթերքներին, այն եւ կենթանական եւ բուսական աշխարհին, որը կա մեր շուրջը։ Մի փորձեք եւ փորձության չընթարկվեք, օրգանիզմը փորձադաշտ չէ։ Շնորհակալություն, ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Համլետին եւ ցանկանանք, որ նա նորից շարունակի այսպես պրպտումները մեր ազգային խոհանոցի անդաստանում եւ լավ զգա իրեն առավել, քան երբևէ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում ենք, որ դուք լինեք առողջ եւ երջանիկ, ուզում ենք, որ հպարտ լինեք հայ լինելու համար, ունենանք համբերություն եւ բարություն տարածենք մեր շուրջը, եւս մի քիչ, եւ ամեն ինչ լավ է լինելու։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այգի ռեստորանային համալիրի տնօրինությանը մեզ աջակցելու համար։ Շնորհակալություն, ցտեսություն։ Քսակ, գարան միս 200 գրամ, սոխ 80 գրամ, տագդեղ 100 գրամ, լոլիկ 100 գրամ, կծու տագդեղ 30 գրամ, ձեթ 20 գրամ, կարակ 50 գրամ, լավաշ, աղ, պղպեղ, բարյախորշակ։